Օրակարգում ունենք երկու հարց, օրակարգը ձեզ բաժանված է, ուստի սկսենք օրակարգի հաստատումից, ովքեր են կողմ այսօրվա օրակարգին, խնդրում ենք քվերքել կողմ, դեմ չկա, ձեռնպատ չկա, սկսենք առաջին հարցից, զինվորական ծառայության և զին ծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, հիմնական զեկուցող, երկրորդ ընթերցում, հիմնական զեկուցող Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, պարոն նախարար, խնդրեմ։ Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն նախատեսում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով, դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Առաջին ընթերցման շրջանակներում օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել և կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ չեն կատարվել։ Խնդրեմ հավանություն տալ երկրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագծին։ Շնորհակալ եմ։ Հարցեր նախարարին Գեղամանուկյան, խնդրում։ Առաջին ընթերցման ժամանակ գործողման էի, դրա համար ներկա չէի նիստին, բայց հրապարակային դիրքորոշումս մանրամասն ներկայացրել եմ, պարոն Պապիկյան, մի հատ այսպիսի, որ ասում եմ, որ շատ հափշտապ էր, տեսեք, այս օրենքը, որ մտավ ուժի մեջ, պարտադիր զինվորական ծառայությունը դառնում է 18 ամիս, բայց գործում է եւս մեկ օրենք, Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը, այդ բանակից խուսափածների, որոնք վճարման դեպքում ինչ որ ժամկետներ են, բայց այդ օրենքը շարունակելու է գործել, որտեղ նշված է 24 ամիս։ Այսինքն բազմաթիվ օրենքներում անհամապատասխանություն է, ոնց են հասցնելու, որ բոլոր օրենքները համապատասխանեցվեն այս ձեր ներկայացրածին։ Շնորհակալ եմ։ Նշեմ, որ պարոն Սարգսյանը նույն օրենքի շրջանակներում նոր փոփոխություն է առաջարկել, որը կառավարության կողմից հավանության է արժանացել։ Ենթադրում եմ դրա շրջանակներում հնարավորինս արագ կարող ենք դա փոխել, եթե նման հարց է ծագել, նաև մեր իրավաբանական վարչությունը կարծում եմ այստեղ անելիք կունենա։ Որտեղ ենթադրում եմ, որ բազմաթիվ օրենքների մեջ այդ 24 ամիս, 18 ամիս անհավատացականություն է, ճիշտ կլինի, որ շատ արագ կարգով է տարվել։ Շատ լավ։ Հարցեր չկան ուրիշ, հարակից զեկուցման համար ձայնը տալիս եմ ինձ։ Հարգելի գործընկերներ, առաջին ընթերցման ժամանակ, երբ որ Գեղամանուկյանը բացակայում էր, մենք բովանդակալից շատ մանրամասն քննության ենք ենթարկել եւ ըստ էության այս փոփոխությունը այն բարեփոխումների շրջանակներում է, որը որ մեզ նախատեսված է բանակի հիմնական պրոցեսները բարեփոխված տեսնելու շրջանակներում։ Ուստի առաջարկում եմ կողմ քվերքել կառավարության տվյալ նախաձեռնությանը։ Հարցեր հարակից զեկուցողին։ Հարցեր չկան։ Եզրափակիչ ես խոսքի կարիք չունեմ, դուք։ Շնորհակալ եմ, ես կարճ կխոսեմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, օրենքի նախագիծը այն կարևոր մասերից է, որը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության բանակը պրոֆեսիոնալ դարձնելուն, այն բխում է կառավարության հնգամյա ծրագրից եւ կարծում եմ, որ այն հնարավորությունը, որ ստեղծվել է, նաեւ մեր համատեղ աշխատանքի արդյունքն է, մեր կատարած օրենսդրական փոփոխությունների արդյունքն է եւ քանի որ կա դրա համար հիմք, կառավարությունը որոշում է ընդունել այս օրենքի նախագիծը անցկացնել հիմա եւ կարծում եմ սա հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն է եւ խնդրում եմ կողմ քվեարկել երկրորդ ընթերցմամբ այն հաստատելու։ Հարգելի գործընկերներ, քանի որ արտահերթի օրակարգում կառավարություն դրել, մեր քվեարկելու անհրաժեշտություն չկա։ Կա։ Շատ լավ, ովքեր են կողմ երկրորդ ընթերցմամբ այս նախաձեռնությունը լիագումար նիստերի օրակարգ մտցնելու կողմ, դեմ, ձեռնպա, երկուս։ Դրական եզրակացություն ստացանք, պարոն նախարար, շնորհակալություն։ Անցնենք օրակարգի վերջին հարցին, երկրորդ հարցին։
Պարոն Մկրտչյան, եթե այդտեղ հարմար է, այդտեղ եթե չէ, շատ լավ։ Նորից երկրորդ ընթերցմամբ ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հիմնական զեկուցող ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Եսայի Մկրտչյան։ Պարոն Մկրտչյան, խնդրեմ։ Շնորհակալություն հանձնաժողովի հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, երկրորդ ընթերցումից առաջ հանձնաժողովի քննարկման է ներկայացվում ազգային անվտանգության մարմինների մասին եւ ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթներ։ Օրինագծերը նպատակ են հետապնդում հստակեցնել ազգային անվտանգության ծառայության գործառույթների շրջանակը եւ բարձրացնել կադրային քաղաքականության արդյունավետությունը։ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցման ընդունելուց հետո նախագծերի վերաբերյալ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն եղել, սակայն կառավարության առաջարկների հիման վրա ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը լրացվել է նոր 5-րդ հոդվածով, որի նպատակն է օրենքում հստակ ամրագրել ազգային անվտանգության ծառայության խորհրդանիշների, դրոշի եւ զինանշանի վերաբերյալ իրավական հիմքերը։ Արդյունքում ծառայության տնօրենը իրեն վերապահվող լիազորության շրջանակներում կսահմանի ծառայության խորհրդանիշների կանոնադրությունն ու նկարագրությունը առանց փոխելու գործող խորհրդանիշների բովանդակությունը։ Կառավարության կողմից ներկայացված առաջարկների համատեքստում նախագծում կատարված մյուս փոփոխությունները կրում են խմբագրական բնույթ եւ փաթեթին կից ներկայացված ամփոփաթերթում մանրամասն ներկայացված են։ Խնդրում եմ դրական եզրակացություն ներկայացնել եւ օրինագծերն ընդգրկել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ։ Շնորհակալություն։ Հարցեր հիմնական զեկուցողին, հարցեր չկան, հարակից զեկուցման համար Արտյոմ Մերաբյան, խնդրեմ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, հարցը առաջին ընթերցման քննարկվել է եւ դրվել է դրական արձագանք։ Ես կխնդրեի բոլոր ընկերներից, ոչ մի առարկություն չունենք, չի եղել, չի ներկայացվել, այսինքն ոչ մի փոփոխություն չկա։ Ուստի կխնդրեի իմ գործընկերներին կողմ քվեարկել։ Շնորհակալություն։ Հերթագրում ելույթների համար ելույթներ չկան։ Եզրափակիչ խոսք, պարոն Մերաբյան, պարոն Մկրտչյան։ Հարգելի գործընկերներ, քվեարկում ենք ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծ երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն ստանալու դեպքում արտահերտ նիստի օրակարգ ընդգրկելու հարցը։ Ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ, դրական եզրակացություն ստացանք եւ վերջնական չունենք էլ շատ լավ։ Այս մեկը չունենք։ Շնորհակալություն, օրակարգը սպառվեց։